Գեյ-Լյուսակի օրենք 1802 թվականին ֆրանսիացի գիտնական Ժոզեֆ Գեյ-Լյուսակը փորձով հայտնաբերել է տրված քանակով գազի ծավալի և ջերմաստիճանի կապը հաստատուն ճնշման տակ։ Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես։ Գեյ-Լյուսակի փորձում հետազոտվող գազը լցված է ապակե բալոնի մեջ և փակված է սնդիկի կաթիլով, որը կարող է ազատ տեղաշարժվել մթնոլորտի հետ հաղորդակցվող գլանաձև բարակ և հորիզոնական դիրք ունեցող ապակե երկար խողովակում, ապահովելով բալոնում օդի ճնշման հավասարությունն արտաքին ճնշմանը։ Գազի ջերմաստիճանը կարելի է փոխել 0-ից մինչև 100 աստիճան Ցելսիուս տաքացնելով կաթսայի ջուրը։ Գազի ծավալի փոփոխությունը որոշվում է սնդիկի կաթիլի տեղաշարժով։ Անգլիալեզու գրականության մեջ Գեյ-Լյուսակի օրենքը անվանում են Շառլի օրենք։ Բազմաթիվ փորձերի հիման վրա Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ տվյալ քանակով գազի համար հաստատուն ճնշման դեպքում այդ հարաբերությունը հաստատուն է։ Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից կախված փոխվում է գծային օրենքով։ V-ն հարաբերած T հավասար է կոնստանտ, որտեղ V-ն ծավալն է, T-ն ջերմաստիճանը։ V1-ը հարաբերած T1 հավասար է V2-ը հարաբերած T2, կամ V1 անգամ T2 հավասար է V2 անգամ T1։ Ծավալի կախումը ջերմաստիճանից կոորդինատային հարթության վրա պատկերվում է ուղիղ գծով, որը կոչվում է իզոբար։